Բարև ձեզ հարգելի հանրություն, իմ անունը Լիանա Աղեկյան է։ Ես աշխատում եմ Գերմանիայում որպես բժիշկ, այս պահին վերադառնում եմ Հայաստան, գտնվում եմ аэропортում, որովհետև իմ քրոջ կյանքին սպառնում եմ։ Լիլիթ Աղեկյանը իմ քույրն է, նա հետաքննող լրագրող է, նա հայտնաբերել է շատ ու շատ կոռուպցիոն խուլիգանություններ, այդ թվում եւ Գյումրիում, որի պատճառով հիմա իրան ձերբակալել են եւ մի ամիս նա պետքա քրեակատարողական հիմնարկում անցկացնի եւ ուզում եմ ասեմ, որ մենք զանգել ենք մարդու իրավունքների պաշտպանին, նա չի եկել, չի ներկայացել, իրան նշանակել են փաստաբանների գրասենյակից, Լիլիթը չի համաձայնվել ունենալ այդ փաստաբանը, այնուամենայնիվ նա եկել է եւ իբր թե Լիլիթի շահերն է պաշտպանել, որի հետևանքով մի ամիս կալանք են հայտարարել։ Ես գտնում եմ, որ սա մեծ դիտավորություն է եւ Լիլիթի կյանքին սպառնում են։ Ասեմ, որ տնից եկել առևանգել է ոստիկանությունը, իրան դա եղել է մոտավորապես ժամը 18:30 Հայաստանի ժամանակով եւ այդ գործողությունը անօրինական է, որովհետեւ նման իրավունք չկա, պետք է ներկայացնել սանկցիան ու նոր կանչել, ոչ թե բերման ենթարկել, պահել են սկզբից միլիցիայի վարչությունում մեկ Գյումրիի հին քաղաքապետարանի շենքում, հետո տեղափոխել են մուշ վարչություն, հետո Լիլիթի առողջական վիճակը կտրուկվատացել է, տեղափոխել են հիվանդանոց, ես լսել եմ փաստաբանից, Լիլիթի իրականում իր փաստաբանից, որը իր փաստաբանական գործունեությունը մինչ այժմ իրականացնել է Լիլիթի համար, լսել եմ, որ գրել են տախիկարդիա եւ հիպերտենզիա դիագնոզը, Լիլիթը չի տառապում արյան բարձր ճնշման հիվանդությամբ, նշանակում է, որ ստրեսի, միգուցե խոշտանգման հետևանքով է դա եղել, ամենայն դեպս բժիշկներին ես այդպես եմ հասկանում, թույլ չեն տվել MRT անել, որովհետև ի սկզբանե նախատեսված է եղել MRT անել, բայց սուտ են խոսացել, հիվանդանոցի այլ դռնով իրան տեղափոխել են նորից մուշ միլիցիայի վարչությունը, թե ինչ է կոչվում, չգիտեմ։ Եվ փաստորեն լիարժեք բժշկական քննություն, զննություն չի կատարվել, ընդհանրապես ճնշումն են չափել երևի եւ սրտի ռիթմն են որոշել եւ ոչ մի հետազոտություններ, համենայն դեպս ես տեղյակ չեմ դրանից եւ մայրիկիս էլ ոչ մի օֆիցիալ թուղթ կամ ինչ որ դիագնոզ չի նշվել կամ վիճակի հստակ նկարագրում, որից ես ենթադրում եմ, որ բժիշկներն էլ ինչ որ բան թաքցնում են կամ բժիշկներն էլ են սպառնացել, որ նրանք չհնչեցնեն իրական վիճակը։ Ես խնդրում եմ բոլորին, իմ ծանոթներին, բարեկամներին, ընկերներին, գոլեգաներին, որոնք գտնվում են Հայաստանում եւ արդի երկրում, այս այնօրինական որոշման դեմ պայքարել, որովհետև հազիվ թե մեկը քչագույներից մեկն է Լիլիթ Աղեկյանը, որը հետաքննող լրագրող է, որը չի վախեցել հայտնաբերել շատ ու շատ մեծ սկանդալներ, եւ դա դուր չի եկել մարզի վարչությանը, ինչքանով ես գիտեմ դատախազին, փաստորեն եւ այլանց, որովհետեւ փաստորեն երևի իրանք էլ այդ ամեն ինչի մեջ ներխառնված, չեմ կարող հստակ ասեմ, բայց ենթադրում եմ ըստ տրամաբանության դա այդպես է եւ ես պահանջում եմ բոլորից, այդ թվում եւ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությունը Լիլիթին դուրս բերելու այս վիճակից եւ ընդհանրապես կալանավորելու որոշումը
չեզոքացնելու, որովհետև դա զարմանալի մի որոշում է։ Զարմանալի նա է, որ շատ ավելի խիստ որոշում շատ խիստ որոշում է ընդունված իմ կարծիքով, դա սխալ որոշում է եւ չի համապատասխանում իրավիճակին։ Ի սկզբանե անօրինականություններով ձերբակալվել է, ի սկզբանե անօրինականությամբ նշանակվել է հանրային պաշտպան, այն պարագայում, որ Տիգին Կոնստանջյանը ի սկզբանե տեղում է եղել եւ ասել է, որ ինքն է պաշտպանել Լիլիթին, եւ դիմում է ներկայացրել եւ առարկել է, այնուամենայնիվ քննիչը նկատի չի ունեցել այդ հանգամանքը եւ նշանակել են փաստորեն իրանց մարդուն, իրանց հանրային պաշտպանին, որ գոնե այսպիսի ոչ թե գոնե, այ հենց այսպիսի որոշում կայացվի։ Ես նորից եմ կրկնում եւ հուզված եմ, կներեք, չեմ կարող երևի միգուցե ճիշտ արտահայտել իմ մտքերը, թիվ առաջին պահանջը ամբողջ հանրությունը, այդ թվում եւ ժուրնալիստական, ես խնդրում եմ եւ պարտադրում եմ, որ գան եւ պահանջեն Լիլիթին ազատագրեն, դա առաջինը եւ ել չեմ ասում, որ որոշումը ինքնին օրենքից դուրս է, անօրինական է եւ փաստորեն ստացվում է, որ Հայաստանում այն մարդիկ, որոնք գործ են անում, փորձում են իսկապես հայրենասեր են, փորձում են իսկապես Հայաստանին օգուտ բերել, կոռուպցիա հայտնաբերել, զրկել կոռումպացված անձնավորություններին աշխատանքից, որոնք վնաս են պատճառում պետությանը առաջի հերթին, հետո նոր հանրությանը, փաստորեն Հայաստանում դա չի խրախուսում նման տիպի գործողությունները եւ նման մարդիկ։ Ես զարմացած եմ, ես ապշած եմ, ես ահավոր զայրացած եմ եւ ես ինքս պահանջում եմ ու կպահանջեմ, որ այս որոշումը վերանայվի։ Շնորհակալություն։